Երեք ուսանողներ տեղափոխող ավտոբուսը հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին գլորվել ընկել է ձորակը։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, հիվանդանոց տեղափոխված 30 տուժածներից միայն 3-ն են այս պահին հիվանդանոցում, մեկն էլ վիրահատվել է։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, մյուս 27-ն ըստ գերատեսչության արդեն դուրս են գրվել։ Ուղևորափոխադրումներ կազմակերպող ընկերության տնօրենի խորհրդականն Ազատությանն ասաց, վարորդը չի տուժել, իսկ դեպքն ըստ նրա տեղի է ունեցել ճանապարհի փլուզման պատճառով։ Հաղորդելից իջնելու ճանապարհին շատ ա եղել մարդատար կայանված մեքենաներ, ճանապարհն էլ նեղ, հազիվ անցնելուց ա եղել, խթանման պատճառով ավտոբուսը գանդաղ ընթացքի ժամանակ աջ կողմի հողային փլուզում ա եղել, որից հետո ավտոբուսը փողաշարժվել ա ձորակում։ Ճոպանողուց երևի թե մի 500 մետր 600 մետր վերև դեռ այնտեղ կայանելու տեղ կա, մեջտեղն ա եղել։ Պնդեց, ավտոբուսը տեխնիկական խնդիր չի ունեցել։ Ավտոբուսները նախ տարվա մեջ 2 անգամ տեղափոխել են անցնում, տեղզնումը շատ խիստ է։ Բացի այդ էլ ավտոբուսը մեր պարկում ամեն առավոտ գործի գնալուց առաջ զնվում է արգելակների հետ կապված, տենց որոշակի բաների հետ կապված, ոչ մի խնդիր չկա։ Այսինքն սա է դեպքը, որ տեղի ունեցել, ավտոբուսի անսարք լինելու պատճառով չի եղել։ Տավուշ հեռուստաընկերությունն է 3 դեպքից հետո եղել հիվանդանոցում, առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն է պատմել, թե ինչ վիճակում են տուժածներից մի քանիսը Երևան տեղափոխվել։ Երևան տեղափոխվածների վիճակը տարբեր մարմնական վնասվածքներով, սալջարդներով եւ կոտրվածքներով, ոմանք միջին ծանրության։ Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհից ձորակն ընկած ավտոբուսին Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն են եղել։ Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Վարդանյանի խոսքով 5 ավտոբուսով են եղել։ Դիլիջան էին գնացել 250 ուսանողով վիտաճանաչողականից դեպի Գոշավանք Հաղարծին, վերջում էլ ժամանց, բայց այսպես ասած չարիքի առաջ կանգնեցինք ու Աստծով հիմա բոլորը լավ են։ Յուրաքանչյուր ավտոբուսում մոտ 50 մարդ է եղել։ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ճանապարհային անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություններ ձերբակալված չկան։